դիմախոսները սիրում են ներկայացնել միայն ադրբեջանական նարատիվները։ Իրենք սիրում են ասել, թե օրինակ սահմանազատման արդյունքում Ադրբեջանը ինչ ստացավ, բայց չեն սիրում ասել, թե սահմանազատման արդյունքում Հայաստանը ինչ ստացավ։ Ինչ է ստացել, պարոն Կոնջարյան, սահմանազատման արդյունքում Հայաստանն ինչ է ստացել։ Շիֆեր, հա, շիֆերից Պարիսպ։ Մեր գյուղի կեսը տվել եք Ադրբեջանին, մի կեսի վրա կառուցվել է մի հատ շիֆեր։ Ինչ է ստացել Հայաստանը։ Սահմանազատում չի եղել, դու տեղյակ չես, որ մեր Գրիգորյան ու Շահին Մուստաֆաևը նոր պայմանավորվածություն են ձեռք բերել, որ այդ ձեր ասած սահմանազատման տեղից են վերևից սկսած նոր պիտի սկսեն սահմանազատումը, որովհետև ասում այդ ինչ որ եղել է, դա սահմանազատում չէ, դա ընդամենը Ադրբեջանին տարածքների հանձնում է։ Սահմանազատումը հələ պիտի նոր լինի, որպեսզի նոր տարածքներ հանձնվի Ադրբեջանին։ Դիմախոսները սիրում են ներկայացնել միայն ադրբեջանական նարատիվները։ Իրենք սիրում են ասել, թե օրինակ սահմանազատման արդյունքում Ադրբեջանը ինչ ստացավ, բայց չեն սիրում ասել, թե սահմանազատման արդյունքում Հայաստանը ինչ ստացավ։ Ինչ է ստացել, պարոն Կոնջարյան, սահմանազատման արդյունքում Հայաստանն ինչ է ստացել։ Շիֆեր, հա, շիֆերից Պարիսպ։ Մեր գյուղի կեսը տվել եք Ադրբեջանին, մի կեսի վրա կառուցվել է մի հատ շիֆեր։ Ինչ է ստացել Հայաստանը։ Սահմանազատում չի եղել, դու տեղյակ չես, որ մեր Գրիգորյան ու Շահին Մուստաֆաևը նոր պայմանավորվածություն են ձեռք բերել, որ այդ ձեր ասած սահմանազատման տեղից են վերևից սկսած նոր պիտի սկսեն սահմանազատումը, որովհետև ասում այդ ինչ որ եղել է, դա սահմանազատում չէ, դա ընդամենը Ադրբեջանին տարածքների հանձնում է։ Սահմանազատումը հələ պիտի նոր լինի, որպեսզի նոր տարածքներ հանձնվի Ադրբեջանին։